Ես ամեն դեպքում ուզում եմ, որ մեր քաղաքացիները, չնայած պարոն Բաբայանը, իմ գործընկերները մինչ այդ ասեցին, մի քանի կետ ֆիքսեն, էլի շատ կարևոր։ Խոսքը գնում է 2018 թվականի դրվագի մասին, որտեղ մի քանի հոգի ցուցմունք է տվել, որ իբր իրանց մոտ հայտնաբերված թմրանյութերը իրանց գրպանը գցել է Արշակ Սրբազանը։ Ես ճանապարհին տեսնում էի լրատվականներից մեկը մի կոմիքս էր պատրաստել, որ իշխանությունները հավանաբար առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. ինչ անենք Արշակ Սրբազանին բռնենք, դե երևի գրպանը թմրանյութ գցենք, հետո հասկացել են, որ սքեմը գրպաններ չի ունենում ու որոշել են Արշակ Սրբազանին վերագրել, որ ինքն է ինչ-որ մեկի գրպանը թմրանյութ գցել։ Սա խայտարակություն չի, սա անաստվածություն է, սա անբարոյականություն է։ Մամիջան, իսկ ընդդիմությունը ինչ է անում, որ ինքն էլ դառնա կանխատեսելի, որ կարողանա համարժեք արձագանքել։ Հերթով հատ գնում է դատվելու, եթե իրականությունը ասենք։ Հատ բոլորին կոնսոլիդացիայի ականատես չեղան։ Նախ ես չեմ կարծում, որ քաղաքաբանտարկյալների եւ եկեղեցու պաշտպանության հարցում կոնսոլիդացիայի բացակայություն կա, ես ամենայն դեպս չգիտեմ ընդդիմադիր ով հայ-առաքելական եկեղեցու դեմ արշավի հայ-առաքելական եկեղեցու դեմ արշավի եւ կամ քաղաքաբանտարկյալների թեմայով չի կիսում ընդհանուր կարծիքը։ Ինչ վերաբերում է ինչ անել, այո, ձեր նշած կոնսոլիդացիան, բայց ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ ժողովրդի այլընտրանք չունի։ Փաշինյանը այսպես անելու է մինչև ընտրություններ ու ավելի վայրագ է սկսելու այս ամեն ինչը շարունակել ընտրություններից հետո, եթե հանկարծ վերընտրվի։ Մենք անհրաժեշտություն ունենք օր առաջ սա կասեցնել։ Սա առանց մեր բոլորի համատեղ, երբ ասում եմ բոլորի, նկատի ունեմ հայրենասերներին, նկատի ունեմ մեր քաղաքացիներին, համատեղ պայքարի չի կասեցվելու, հույս դնել նրա վրա, որ կեսից Փաշինյանը կհասկանա, որ սրիկայություններ է անում ու կդադարի դրանք անել, անիմաստ հույս է։ Անդադար ամեն օր ինքը փորձելու է բոլոր լծակներով, արդեն ծիծաղելու էլ չի, արդեն անհասկանալի լծակներով բոլոր այլախոհներին ճաղերի հետևում թաքցնել։